Մարինա Ղազարյան, համեցեք։ Բարև ձեզ, կառավարության հարգելի գործընկերներ, հարցս ուղղում եմ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին։ Տիկին Անդրեասյան, միանշանակ դպրոցները պետք է լինեն ապաքաղաքական կառույցներ եւ բացարձակապես զբաղվեն կրթությամբ, ծառայեն իրենց բուն նպատակին, այսինքն կրթեն աշակերտներին, այլ ոչ թե նրանց այս կամ այն կողմ ուղղորդելու։ Մարդն իհարկե ազատ է իր քաղաքական հայացքների մեջ, սակայն դրանք դպրոցի պատերից ներս որևէ տեղ չպետք է ունենան։ Խնդրում եմ ձեզ ասել ինչ է արվել եւ ինչ է արվելու դպրոցը ապաքաղաքականացնելու ուղղությամբ, գաղտնիք չէ, որ մենք դեռ ունենք տնօրեններ, ուսմասվարներ, մանկավարժներ, որոնք դասերի ժամանակ երեխաներին ուղղորդում են եւ ոչ թե զբաղվում են դասավանդմամբ, այլ քաղաքականությամբ են զբաղվում, ինչու եմ ես այդ մասին ասում, որովհետեւ ունեմ տեղեկություններ, աշակերտներ այդ մասին ասում են եւ ես խնդրում եմ ասել, թե ինչ է արված մինչեւ այսօր։ Հարցին կպատասխանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ Շնորհակալություն Տիկին Ղազարյան, հարցի համար ձեր նշածը արգելված է օրենքով։ Կրթության օրենսդրությամբ հստակ ամրագրված է, որ կրթական հաստատություններում քաղաքական գործունեությունը արգելվում է։ Հետևաբար, եթե որևէ մեկը զբաղվում է նման գործունեությամբ, սա ուղիղ հիմք է համապատասխան գործընթաց սկսելու եւ նաեւ այս ուղղությամբ քայլեր ձեռնարկելու։ Բացի դրանից, մենք նախորդ տարի հանրակրթության օրենքում իրականացրեցինք հավելյալ փոփոխություններ, որոնցով նաև կարգավորեցինք դպրոցների ղեկավար կազմի կուսակցական գործունեության սահմանափակման պահանջը։ Այստեղ դրել ենք քաղաքական զսպվածության հստակ պահանջը եւ սա էլ նշանակում է, որ դպրոցների տնօրենները, վարչատնտեսական համակարգողները չեն կարող իրենց դիրքը օգտագործել այս կամ այն կերպ որևէ կուսակցության քաղաքական ուժի օգտին, օգտագործել ռեսուրսները, դպրոցի որևէ օրինակ գույքը, տարածքը, այսինքն սա շատ համապարփակ կարգավորում է։ Եվ ես պետք է ուղղորդեմ, որ ցանկացած նման խախտման դեպքում ուղղակի տեղեկացնեն, որովհետև օրենսդրությունը բավարար է քայլեր ձեռնարկելու համար։ Պետք է ասեմ, որ նման ահազանգեր մենք ստանում ենք, լինում են աշխատանքից հեռացումներ, եւ այդ իմաստով մենք շատ ավելի խիստ ու հետեւողական ենք գտնվելու, որ ցանկացած նման դեպքի պարագայում մենք գործենք հստակ եւ պետք է ասեմ, որ այն պարագաներում, երբ որ իրավիճակը չի լինի միանշանակ, մենք ձևավորել ենք նաև էթիկայի հանձնաժողով, որը քննելու է նման հարցերը եւ նրանց տված եզրակացության ու առաջարկության հիման վրա արդեն հնարավոր կլինի եզրակացնել կոնկրետ ոչ միանշանակ դեպքերի պարագայում ճիշտ վարվելու կանոնը եւ ճիշտ վարվելու եղանակը։ Այս իմաստով պետք է հատուկ ընդգծեմ, որ հարցը գտնվում է մեր ուշադրության ներքո։ Ես ուզում եմ եւս մեկ անգամ հորդորել, ասեմ, որ ինքս էլ չնախատեսված այցեր եմ ունենում դպրոցներ, այդ այցերը ավելի հաճախ են լինելու եւ այդ թվում այս թեմաներով խոսել եմ հենց այն ուսուցիչների հետ, որոնց մասով ունեցել եմ որոշակի ահազանգեր։ Եվ ուզում եմ զգուշացնել, որ ցանկացած նման դեպքի պարագայում չի լինելու քննարկում, լինելու է ուղղակի հետևանք եւ եւս մեկ անգամ հորդորում եմ պահել օրենսդրությունը եւ կրթական համակարգում զբաղվել կրթությամբ։ Այլ բան չի ակնկալվում։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ պատասխանի համար, Տիկին Անդրեասյան, կխնդրեի նաև, եթե դուք այցելում եք դպրոցներ, հա, նաև խոսել աշակերտների հետ, հատկապես բարձր դասարանցիների, համոզված եղեք, իրենք ձեզ կբացատրեն, ինչ է տեղի ունենում դպրոցներում։ Իհարկե շատ մեծ աշխատանք է կատարված ԿԳՄՍ-ի կողմից եւ նորից եմ կրկնում, շնորհակալ եմ ձեր աշխատանքի համար։
Շնորհակալություն, իրականում ահազանգերը հաճախ գալիս են նաև երեխաներից եւ պետք է հորդորեմ, որ այդ դեպքերի մասին նաև աշակերտները մեզ տեղեկացնեն եւ ելի եմ ասում, մեր ուսուցիչները եւ տնօրենները ունեն մի գործ, դա կրթության որակը ապահովելը եւ իրենց գործը որակյալ իրականացնելն է եւ համակարգում մեծ մասը զբաղված են հենց դրանով, մյուսները ովքեր որ դեռևս լավ չեն հասկացել ինչով պետք է զբաղվեն, կարծում եմ շատ քիչ ժամանակ ունեն դա հասկանալու։ Շնորհակալություն։ Շնորհակալություն Տիկին նախարար, Արմենուի